Ալ Պաչինո, Հոլիվուդի խորհրդանիշներից մեկը, երիտասարդ տարիներին պայքարում էր հոմլեսության, աղքատության դեմ, չուներ տուն եւ հաճախ քնում էր թատրոններում։ Համառորեն պայքարն ու թատրոնի հանդեպ մեծ սերը հասցնում են նրան Բրոդվեյ եւ արժանացնում 2 Թոնի մրցանակի։ Տարիներ շարունակ տառապում էր անքնությունից, այդպես էլ երբեք չամուսնացավ։ Առաջին անգամ Օսկար ստացավ իր առաջին նոմինացիայից 21 տարի անց կնոջ բույրը ֆիլմի համար եւ իր մարմնավորած կերպարների բազմազանության, բարդության շնորհիվ, իր անցած ճանապարհի շնորհիվ համարվում է դարի ֆենոմենը։ Օգնել եք կյանքից, հա? Եվ ինչ, ոչ մեկի կյանքն էլ քաղցր չէ։ Պայքարեք ձեր կյանքի համար։ Ինչ կյանք։ Ես կյանք չունեմ։ Խավարի մեջ եմ։ Հասկանում ես։ Լիակատար մթության մեջ։ Պաչինոն ծնվում է 1940-ի ապրիլի 25-ի Նյու Յորքում, Մանհեթենում, իտալա-ամերիկյան ընտանիքում։ Նրա ծնողները բաժանվում են, երբ նա ընդամենը 2 տարեկան էր։ Այդ ժամանակ մոր հետ տեղափոխվում են հարավային Բրոնքս եւ բնակվում տատի ու պապի, Ջեյմս եւ Քեյթ Ջերարդների հետ, ովքեր Սիցիլիայի Կորլեոնե ընտանիքից էին։ Սա մի հետաքրքիր խորհրդանշական ճակատագրական կապ էր։ Հետագայում Պաչինոն մարմնավորում է Մայքլ Կորլեոնեին, իսկ նրա արմատները հենց Կորլեոնե քաղաքից էին։ Նրա մայրը Ռոուզը տառապում էր առողջական, հոգեբանական խնդիրներից եւ մահացավ, երբ տղան երիտասարդ էր։ Այս կորուստը խորապես ազդեց նրա հոգեբանության վրա։ Նա հաճախ էր խոսում մոր բացակայության, թողած դատարկության մասին։ Տղան մեծացավ Բրոնքսում, սոցիալապես ծանր պայմաններում։ Մանկության տարիներին ընկերները նրան կոչում էին Սոնի։ Սոնին ստիպված էր աշխատել պատանեկան տարիքից, իսկ երիտասարդ տարիներին նույնիսկ ժամանակ առ ժամանակ անօթևան էր լինում։ Այդ տարիներին նա պայքարում էր ոչ միայն նյութական դժվարությունների, այլև ինքնավստահության պակասի դեմ։ Դեռ դպրոցական հասակում հաճախ էր անում կրկնօրինակումներ, որն էլ ձևավորեց նրա հետաքրքրությունը դերասանի մասնագիտության հանդեպ։ Նա առանձնահատուկ սեր ուներ թատրոնի նկատմամբ։ Պատանի հասակում սովորում է HP ստուդիոյում եւ Actor ստուդիոյում։ Actors-ում սովորեց մեթոդական խաղի տեխնիկան Լի Ստրասբերգի մոտ, որը հետագայում նպաստեց այն բանի վրա, որ իր կերտած կերպարները միշտ ունենում էին ներքին ճակատամարտ։ Նա չէր խաղում դերը, այլ իրապես ապրում էր այն։ Այս մոտեցումն օգնում էր ճիշտ վերարտադրել իր կերպարների էությունը եւ զգացմունքները, դարձնում նրան մարդկային հոգեբանություն հետազոտող անհատ։ Actors-ում սովորած մեթոդական խաղը նրան օգնեց վերապրել իր ներքին ցավերը եւ դրանք վերածել արվեստի, իսկ տարիներ անց դերասանուհի Էլեն Բերստինի հետ միասին ղեկավարում է այդ ընկերությունը։ Պաչինո 60-ականներին հանդես էր գալիս Բրոդվեյից դուրս բեմերում։ Դրանք փոքր դահլիճներով նորարարական թատրոններ էին, որոնց նպատակն էր ազատել արվեստը կոմերցիոն սահմանափակումներից։ Դրանք շատ հարմար հարթակներ էին երիտասարդ դրամատուրգների, ռեժիսորների եւ դերասանների համար։ Բրոդվեյը Նյու Յորքի թատերական կյանքի սիրտն է։ Այն համարվում է ամերիկյան մշակույթի ամենաբարձր մակարդակի բեմերից, որտեղից ձևավորվել է համաշխարհային թատերական ինդուստրիան։ Բրոդվեյից դուրս բեմերում ծնված ներկայացումները եւ ստեղծագործող արվեստագետներն իրենց ճանապարհի իսկական հաջողություն էին համարում այն պահը, երբ հասնում էին Բրոդվեյի մեծ բեմերին։ Երբ Պաչինոն դեռ երիտասարդ էր եւ չուներ բավարար միջոցներ, նա հաճախ գիշերում էր թատրոնում կամ ընկերների մոտ։ Թատրոնը բառացիորեն նրա տունն էր դարձել։ Այնտեղ նա գտնում էր ապաստան, երբ փող չուներ վարձ վճարելու համար։ Աղքատության եւ հոգեբանական ճնշումների պատճառով երկար ժամանակ տառապում էր անքնությունից։ Նա խոստովանում էր, որ այդ տարիներին իր միակ փրկությունը դերասանական փորձերն էին։ Խաղը նրան տալիս էր էներգիա, երբ կյանքը խլում էր այն։ Եվ Պաչինոն իր թատերական կյանքի առաջին հաջողությունը գրանցում է 1969-ին, արժանանալով իր առաջին Թոնի մրցանակին։ Վագրն արդյոք փողկապ է կրում ներկայացման համար։ Թոնի մրցանակները համարվում են թատերական աշխարհի ամենամեծ եւ հեղինակավոր պարգևները, համարժեք են Օսկարին կինոյում կամ Գրեմմիին երաժշտության մեջ։ Հետագայում խաղում է Շեքսպիրի Վենետիկի վաճառականում կերտելով Շեյլեկի դերը, եւ Նորամուտը կինոյում լինում է նույն թվականին։ Ես Նատալին ֆիլմում երկրորդ պլանի փոքր դերով։ 1971-ին խաղում է խառնաշփոթ Նիդլ Պարկում արդեն որպես գլխավոր դերակատար։ Պաչինոն մարմնավորում է Բոբի անունով երիտասարդի, ով կախվածության մեջ էր եւ սիրահարվել էր Հելենին։ Ֆիլմը նկարահանված է կոշտ ռեալիզմով, առանց երաժշտական ուղեկցության, ընդգծելու համար կախվածության մութ ու կործանարար իրականությունը։ Նրա խաղը ցույց է տալիս, որ կախվածությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական բանտ է։ Ալ Պաչինոն դա փոխանցեց իր մարմնի լեզվով, աչքերի տատարկությամբ եւ ձայնի տատանումներով։ Նրա խաղն այնքան տպավորեց Ֆրենսիս Ֆորդ Կոպոլային, որ հենց այդ ֆիլմից հետո նա հրավիրեց Պաչինոին։
կնքահայրում նկարահանվելու։ Կնքահայրի հաջողությունը նրան դարձրեց համաշխարհային աստղ, սակայն այդ հաջողությունից հետո նա սկսեց խմել։ Խմելը նրան տալիս էր ազատության պատրանք, բայց իրականում խլում էր հիշողությունը, սթափությունը եւ նույնիսկ արվեստի նկատմամբ կենտրոնացումը։ Նա հարցազրույցներում նշել է, որ խմելու պատճառով հաճախ լինում էին օրեր կամ պահեր, որոնք պարզապես կորում էին իր գիտակցությունից։ Սա ներքին ճգնաժամային պահ էր։ Պաչինոն խոստովանում էր, որ ի ծնե եկած ամաշկոտ բնավորությանը գումարվել էր հանրային ուշադրության ծանրությունը եւ հոլիվուդյան ճնշումները, ու այդ ամենը նրան մղում էին դեպի ալկոհոլ։ Նրա մտերիմ ընկեր Չարլի Լոթոնը դարձավ այն մարդն, ով օգնեց դուրս գալ այդ կախվածությունից։ Երբ նա համաշխարհային աստղ էր, հենց այդ ժամանակ ընտրեց մի ֆիլմ, որը ոչ թե փառքի շարունակություն էր, այլ մարտահրավեր։ Սերպիկոն պատմում էր իրական մարդու Ֆրենկ Սերպիկոյի մասին, ով Նյու Յորքի ոստիկանությունում մենակ կանգնեց կոռուպցիայի դեմ։ Մաֆիայի ղեկավարից հետո նա որոշեց կերտել ոստիկանի դերն ու դրանով կոտրել մարդկանց կարծրատիպը, որ իրեն չասոցացնեն միայն այդ կերպարի հետ, այլ ընկալեն որպես դերասանի։ Նկարահանման ընթացքում նա ամբողջովին ձուլվեց կերպարին, երկար ժամանակ ուսումնասիրեց Սերպիկոյի կյանքը, նրա խոսքը, շարժումները, նույնիսկ նրա մենակության զգացումը։ Պաչինոն ասում էր, որ այս դերն իրեն ստիպեց ապրել այնպիսի մարդու հոգեբանությամբ, ով գիտակցում է, ճշմարտությունը կարող է մեկուսացնել քեզ, բայց հենց այդ մեկուսացումն է դառնում քո ուժը։ Ֆիլմը դարձավ նրա կարիերայի կարևոր շրջադարձ։ Եթե կնքահայրում նա մարմնավորում էր մաֆիայի մութ աշխարհը, ապա Սերպիկոյում ցույց տվեց մաքուր իդեալիզմի դեմքը։ Սա պարզապես դեր չէր, այլ ուղերձ։ Արվեստի միջոցով բարձրաձայնել արդարության եւ ազնվության արժեքների կարևորությունը։ Նա ուզում էր ցույց տալ, որ դերասանը պետք է ոչ միայն խաղա, այլև կռվի հասարակության ճշմարտության համար։ Ապա վերադարձավ Մայքլ Կորլեոնեի դերին Կնքահայրի 2-ում, որը համարվում է կինոյի պատմության լավագույն շարունակություններից մեկը։ Դրան հաջորդեց Շան Կեսորը, որտեղ մարմնավորեց հասարակ մարդու, ով ապրում է ողբերգական անկում։ Խաղաց Բոբի Դիերֆիլդի կերպարում որպես Ֆորմուլա 1-ի վարորդ, ապա արդարություն բոլորի համարում մարմնավորեց փաստաբան Արթուրին, ով պայքարում էր կոռումպացված դատական համակարգի դեմ, այնուհետև Պավլո Հյումելի հիմնական զինվորական պատրաստությունը ներկայացման համար 77-ին կրկին արժանանում է Թոնի մրցանակի։ Դա պատմում էր մի երիտասարդ զինվորի, Պավլոյի պատմությունն, ով անցնում է կոշտ ու դաժան զինվորական ուսուցման ճանապարհ։ Պիեսը բացահայտում է Վիետնամի պատերազմի հոգեբանական հետևանքները եւ զինվորական համակարգի դաժանությունը։ 83-ին խաղում է Տոնի Մոնտանայի դերը Սպիով դեմքում։ Պաչինոն իր կերպարով մարմնավորեց իշխանության, փառասիրության մոլուցքը եւ դրա հետևանքով կրած դաժանագին անկումը։ Տոնին կուբացի գաղթական էր, ով Մայամիի մաֆիայի աշխարհում վերելք է ապրում։ Նրա հայտնի խոսքը «Ասա բարևին փոքրիկ ընկերոջը» դարձավ կինոյի պատմության ամենահիշվողներից։ Ի տարբերություն կնքահոր կերպարին Մայքլին, ով ավելի շատ խոսում էր իր լռությամբ եւ հանգստությամբ, այստեղ Պաչինոյի խաղը մոլեգնած էր, նա բռնկուն էր, էներգետիկ եւ անզիջում։ Եվ այդ դերին պատրաստվել է աշխատելով բռնցքամարտիկ Ռոբերտո Դուրանի հետ, ով օգնել է հասկանալ Տոնիի այսպես ասած այռուցային բնավորությունը։ Պաչինոն ուսումնասիրում էր Դուրանի շարժումները, նրա աչքերի արտահայտությունը, մարմնի լեզուն։ Դուրանը նրան օգնում էր հասկանալ, թե ինչպես պետք է մարմնավորել մարդու, ով միշտ պատրաստ է հարձակման, ով իր ամբողջ մարմնով արտահայտում է ուժի եւ վտանգի զգացումը։ Դրան հաջորդեց Կնքահայրը 3-ը, որտեղ Մայքլ Կորլեոնեի կերպարում փորձեց փրկել իր երիտասարդության հերոսի հոգին, նախկինում գործած մեղքերից։ Պաչինոյի խաղը ցույց էր տալիս ներքին պայքար, իշխանության, մեղքի եւ փրկության միջև։ Վերջապես 1992-ին կնոջ բույրը ֆիլմով եւ իր մարմնավորած կույր զինվորականի դերի միջոցով ստացավ երկար սպասված Օսկարը։ Նա խաղում էր կույր գնդապետ Ֆրենկ Սլեյդին, ցույց տալիս այդ կերպարի ներքին ցավը եւ միաժամանակ կյանքի հանդեպ իր տածած գիրքը։ Ալ Պաչինոյի ամենահայտնի մոնոլոգը կնոջ բույրում նրա կարիերայի ամենահիշվող ելույթներից մեկն էր։ Ֆիլմի վերջում դպրոցի խորհրդի առաջ Լեյտենանտ Ֆրենկը մի քանի րոպե շարունակ խոսում է ազնվության, խիզախության եւ արժանապատվության մասին։ Այդ մոնոլոգը տևում է մոտ 6-7 րոպե, ինչը բավական երկար է կինոյի չափանիշներով։ Այն ամբողջովին կառուցված է մեկ դերասանի ձայնի ու ներկայության վրա, առանց գործողության կամ կտրուկ մոնտաժի։ Փիլիսոփայական առումով ֆիլմը ցույց է տալիս, որ նույնիսկ մթության մեջ կարելի է գտնել լույս, եթե կա կամք եւ սեր դեպի կյանք։ Նա պատրաստվել էր կույր գնդապետի դերին համագործակցելով կույրերի դպրոցի հետ։ Այնտեղ սովորել, թե ինչպես չկենտրոնացնել հայացքը որևէ բանի վրա։ Տանգոյի հայտնի տեսարանը Գաբրիելի հետ փորձել են 2 շաբաթ, իսկ նկարահանումը տևել է 3 օր։ Պաչինոն սկզբում մերժել էր դերը, եւ այն առաջարկվել էր Ջեք Նիքլսոնին, Հարիսոն Ֆորդին ու Դաստին Հոֆմանին։ Վերջում նրա գործակալը համոզում է ընդունել առաջարկը, եւ ի ուրախություն բոլորիս համաձայնվում է։ 1995-ին Թեժ բախում կամ Ջերմություն ֆիլմում նա առաջին անգամ խաղում է Ռոբերտ Դե Նիրոյի հետ։
Ֆիլմը դարձավ դասական ոստիկան հանցագործ հակադրության մասին։ Մայքլ Մանի ֆիլմում Պաչինոն խաղում է ոստիկան Վինսենտ Հանանային, իսկ Ռոբերտ Դե Նիրոն հանցագործ Նիլ Մաքքոլին։ Ֆիլմի փիլիսոփայական խորությունը կայանում էր հակադրության մեջ։ Երկու տղամարդ, որոնք ապրում են նույն կյանքով, բայց տարբեր կողմերում։ Բանկի հրաձգության տեսարանը նկարահանվել է իրական ձայնագրություններով։ Տեղադրվել են միկրոֆոններ քաղաքային փողոցներում, որպեսզի արձագանքը լինի բնական։ Սրճարանի հայտնի տեսարանը, որտեղ հանդիպում են Պաչինոն եւ Դե Նիրոն, նկարահանվել է առանց փորձի, որպեսզի պահվի իրական անծանոթության զգացումը։ 97-ին դուրս եկավ Սատանայի դատապաշտպանը։ Այստեղ իր կերպարով փորձում էր ապացուցել, որ մարդը միշտ ընտրում է մեղքը։ Հետո խաղաց Նոլանի անքննությունում, կարծես վերապրելով իր երիտասարդության խնդիրը, մարմնավորեց մի ոստիկանի, ով տառապում է անքննությամբ, եւ գործը բացահայտելու ընթացքում կորցնում իրականության զգացումը։ Խաղաց նաև լեգենդար Օուշենի ընկերներում։ 2019-ին Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում մարմնավորեց Մարվին Շվարցին, ով Դիկապրիոյի կերպարի Ռիկ Դալթենի հոլիվուդյան գործակալն էր։ Տարանտինոն հատուկ ցանկացել էր Պաչինոյին այս դերում, որպեսզի ֆիլմում ընդգծի Հոլիվուդի անցյալի եւ ներկայի կապը։ Պաչինոն նկարահանվել էր Լեոնարդո Դիկապրիոյի հետ 21 էջանոց երկար տեսարան, որը վերջնական մոնտաժում կրճատվեց հասնելով ընդամենը 2 րոպեի։ Նա ասել է, որ չի մեղադրում Տարանտինոյին, քանի որ ֆիլմի ռիթմը պահանջում էր այդ կրճատումը։ Այս տասնամյակում Ալ Պաչինոն ցուցադրեց իր դերասանական բազմակողմանիությունը, խաղալով թե Շեքսպիրի կերպարներ, թե թրիլերային դետեկտիվներ, եւ նույնիսկ հանդես եկավ սատիրիկ ֆիլմերում։ Չնայած բազմաթիվ հարաբերություններին եւ երեխաներ ունենալուն, Պաչինոն երբեք չի ամուսնացել։ Նրա անձնական կյանքը միշտ եղել է բարդ ու հակասական։ Նա ընտրեց ազատությունը, որը թույլ էր տալիս ամբողջովին նվիրվել արվեստին։ 2021-ին նկարահանվեց կրկին բավական ռեյտինգային սերիալում։ Ռիդլի Սքոթի ֆիլմում Պաչինոն խաղում է Ալդո Գուչիին, ով ընտանիքի ավագ անդամներից էր։ Ֆիլմը պատմում էր Գուչիի դինաստիայի ներքին պայքարների, դավաճանության եւ իշխանության խաղերի մասին։ Պաչինոն արդեն 86 տարեկան է։ Մասնակցում է ինչպես դրամատիկ, այնպես էլ կենսագրական ու թրիլեր ժանրերի նախագծերին եւ կրկին անգամ իր այդ պատկառելի հասակում շարունակելով ստեղծագործել ցույց է տալիս իր մեծ սերը արվեստի նկատմամբ։ Վերջին տարիներին նրա նկարահանված ֆիլմերն են Շեքսպիրի Լիր արքան, Պաչինոն խաղում է թագավոր Լիրին, Շեքսպիրի դասական դրամայի նորաձև կինոպատմությունն է այն, Մեռած մարդու լարը, Գաս Վան Սանտիի թրիլերն է, հիմնված իրական պատանդարության դեպքի հիման վրա, Ասպետ Բիլի, անկախ դրամա է, որտեղ Պաչինոն խաղում է խորհրդավոր կերպար, կապված երիտասարդ ռեժիսորի որոնումների հետ։ Ալ Պաչինոն հաճախ բնորոշվել է որպես ֆենոմեն կինոյի պատմության մեջ, եւ դա պատահական չէ։ Նրա մասին այդպես խոսել են թե քննադատները, թե գործընկերները, որովհետև նրա կարիերան, կյանքն ու ներկայությունը դուրս են գալիս սովորական դերասանի սահմաններից։ Պաչինոյի խաղը միշտ եղել է ինտենսիվ, ներսից այրվող։ Նա կարողանում է միաժամանակ ցույց տալ խոցելիություն եւ ահարկ ու ուժ։ Մաֆիայի առաջնորդից կնքահորից մինչև սերպիկ ու իդեալիստ ոստիկան կամ կույր վետերան, այսպիսի լայն սպեկտրն արդեն իսկ նրան դարձնում է եզակի։ Նրա ելույթները հաճախ համարվում են կինոյի պատմության փիլիսոփայական գագաթնակետեր։ Կնոջ բույրի դատական մոնոլոգը օրինակ է, թե ինչպես դերասանը կարող է ամբողջ ֆիլմի գաղափարը կրել իր ձայնով։ Կնքահայրում իր լռությունն ավելի շատ էր խոսում ու պատմում կերպարի անձնական ողբերգության մասին։ Հոլիվուդյան մամուլում բազմիցս նրան անվանել են դերասանական ֆենոմեն, ընդգծելով նրա բացառիկ կամքն ու տաղանդը։ Ռոբերտ Դե Նիրոն, Մարտին Սկորսեզեն եւ այլ մեծեր խոստովանել են, որ Պաչինոն ունի մագնիսական ուժ, որը չի կարելի սովորական տաղանդով բացատրել։ Պաչինոյի ֆենոմենալությունը գալիս է նրանից, որ նրա կերպարները չեն թվում պարզապես դերեր։ Դրանք իրական մարդիկ են, որոնց ճակատագիրը մենք ապրում ենք իր հետ միասին։ Չենք մոռանում լայքել, տարածել ու կոմենտներում գրել ձեր կարծիքը։ Եթե աջակցեք հասնենք 1000 հետևորդի, դա շատ կօգնի ալիքի զարգացման ու ավելի որակյալ տեսանյութեր պատրաստելու գործում։ Այստեղ կա մեկը, ով առաջարկել է գնել Չարլիի ոգի։ Եթե Չարլին մեն չի վաճառ։ Սա չափնացնում եք։ Ես ցույց կտամ, թե ով է չափնացնում։ Տեսել եմ սրանց նման տղաների։ Նրանցից երիտասարդ տղաների։ Որ ձերքերը կտրված են, ոտքերն անդամահատված, բայց ոչինչ չես համեմատի անդամահատված հոգու հետ, այն ոչինչով չես փոխարինի։